գործադրեն, այս է կարևորը, հասկանում եք։ Պարոն Թաթոյան, տեսեք, դուք խոսեցիք անդիմադիր ուժերի մյուսներին, այսպես ասենք, քննադատելու վատ պրակտիկայի մասին, ինչը ըստ էության ամրացնում է իշխանության դիրքերը, ձեր կարծիքով գլխավոր նպատակը որն է, ընդդիմադիրներն ուզում են չեզոքացնեն ընդդիմությանը, թե այնուամենայնիվ բոլորի նպատակն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը կանխվի եւ արդյոք 19 առաջադրված ուժերից ձեր գնահատմամբ քանիսն են այս պահին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարացնելու, այսպես ասենք, մոտիվով մասնակցում ընտրություններին եւ միանգամից երկրորդ հարցն ինչ նորություն կա Աննա Վարդապետյանին ուղարկված ձեր հաղորդման հանցագործության ընթացքից։ Նախ ես ասեմ ձեզ, եթե իրական ընդդիմությունը, որը հայտարարում է, որ իրական ընդդիմություն է եւ գործում է, չէ, ինձ համար անհասկանալի է ոնց է այդ ընդդիմությունը հետո հայտարարություններ անում ընդդիմադիր մյուս ուժերի հետ կապված այս նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում։ Ինձ համար կարևոր է հետեւյալն է, մենք որքան իրական ընդդիմադիր ուժ ունենք, ինչքան շատ անցնեն խորհրդարան, ինչքան հաջողություններ մենք ունենանք այդտեղ, ինձ համար լավ է, իմ օգուտն է եւ իմ երկրի համար է, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ մեր երկրում բոլորով միասին լուծում ունենք խնդիրը լուծել։ Հետո մի բան գիտեք, sense մի բան, այդ անտի Նիկոլ դիրքավորվելը, ես էլ եմ Հական Նիկոլ, Հական Նիկոլ որն է, այս իշխանության քաղաքականության, հիմա կարող անունը Նիկոլ չլներ, անունը Պոլոս Մուկու չլներ, չգիտեմ։ Այդ մարդու հետ, այդ մարդու քաղաքականությունը, պահվածքը, բարքերը եւ այլն հակահայկական են, դրանք ադրբեջանական են եւ հետեւաբար դրանք մեր պետությանը նման ուժ պետք չի, պետք է նրանց շուտ ազատվենք։ Հիմա այդ խնդիրը լուծելու համար ես էլ եմ դրանց դեմ տրամադրված, բայց ես նաեւ առաջարկում եմ այլընտրանք, ես լուծում եմ առաջարկում, ես առաջարկում եմ նաեւ, որ մենք մտածենք վաղնել օր կա, չէ, վաղնել ենք ընտրություններից հետո էլ է գնալու եւ հատուկ ուզում եմ ասել, ես այսքան ժամանակ համեստություն եմ արել, բայց հիմա հատուկ ուզում եմ ասել, բոլոր տեխնացուների մեջ բոլորին վերցրեք, ոչ մեկ չունի այն փորձը ու այն աշխատանքային փորձը, այն անցած ճանապարհը, որ ես ունեմ։ Ես աշխատել եմ պետական մարմիններում, ամենաբարձր, աշխատել եմ հասարակական կազմակերպություններում, միջազգային կառույցներում, Հայաստանից դուրս գրեթե բոլոր մայրցամաքներում ես աշխատել եմ։ Ես պատկերացնում եմ ինչպես են պետությունները ձախողում ու ոտքի ինչպես պետք է կանգնացնել ու այո չկա որևէ ծրագիր հələ մի հատ տեսեք ես բոլոր տեխնացուների մեջ հետեւալ առանց անձնական վիրավորանքների կոնկրետ փաստով ասում եմ մի հատ ցույց տվեք հələ ով է պետական գործի եղել ու ծրագիր առանց ձախողելու ծրագրեր իրականացրել կամ պետական գործի հետ նրանպես կապ չեն ունեցել կամ աշխատել եմ պետական պաշտոնյա, ամբողջությամբ ձախողել են ամեն ինչ։ Ես մատս ինչին դրել եմ, միշտ այդպես է եղել, ինչին մատս կպել եմ, ամեն ինչը հաջողել եմ։ Թող մեկը գնա խոշորացույցով, գտնի մի հատ դեպք, որ ես արել եմ, ստանձնել եմ պատասխանատվություն ու ձախողել եմ։ Դրա համար հիմա ես մեր քաղաքացիներին խնդրում եմ, ասում եմ ժողովուրդ ջան, մենք առաջարկում ենք այլընտրանք։ Ես ուրիշ մարդ եմ, ես ուրիշ պատմության մասին եմ։ Ես այն պատմության մասին եմ, որ մեր ժողովուրդը պետք է առաջ գնա, զարգանա, այս նախկին ներկաներից, այս արտաքին ուժերի ազդեցության բնագավառներից, բևեռներից, այսի միջերից դուրս գանք, առաջ գնանք եւ միասնական լինենք։ Ինձ ոչ մի այլ բան չի հետաքրքրում, քան իմ քաղաքացու ապահովությունը, վստահությունը, երիտասարդի համար ապահով ապագա ունենալը։ Դրա համար եմ ասում, որ ընտրություն կա, այլ ընտրանքը կա, իրական ծրագրերը կան։ Սա հատուկ էս մասով։ Մյուսը այդ մեր ձայնագրությունների հետ կապված։ Այդ ձայնագրություններով չկա ոչ մի առանջընթաց։ Ես հատուկ հանցագործության մասին հաղորդման մեջ նշել էի պետքա հարցաքննվեն կամ ձերբակալվեն Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան ու այս վերջինն էլ այն հայտնի Մոխրոտիկի հեքիաթի նման գիշերը 12-ից հետո հույս ունեմ նրանք կկանչեն հարցաքննության, որտեղ նրա հետ շատ հետաքրքիր թարս բաներ կարող են կատարվել։ Արայիկ Հարությունյանի ոչ մի այսքան ժամանակ մի հատ հարցաքննության կանչել են հարց, մի հատ ձերբակալման որոշում այդ մարդկանց վերաբերյալ կա, այստեղ էլ այլընտրանքը գիտեք որն է, որ այն ուսուցիչներն ու դասախոսները որոնց ճնշում են, չէ, ես հատուկ նշել եմ, հանգարտ չփորձեք ճնշել ուսանողների, այ որոնց ճնշում են, իրանք կազմակերպում են, սարքում են ամեն ինչ, ում ճնշում են այդ զոհերին, ովքեր ճնշման զոհեր են, գնում նրանց էլ փորձում են ճնշել։ Ես դրա համար այսպեսի մի կարևոր բան կա, ուզում եմ մեր ուսուցիչներին, բժիշկներին, պետական համակարգի աշխատողներին, բոլորին ասել, ժողովուրդ ջան,
ձեր ցավը տանեմ։ Դուք չեք մենք չենք ամաչում այսպես վարչապետ ունենք։ Այ ժողովուրդ ջան, բա մեզ պատիվ բերում է։ Ես միշտ որ մարդկանց եմ հանդիպում, ովքեր այս իշխանությանն են փորձում, ասում ժողովուրդ ջան, դուք չեք ուզում օրինակ ես լինեմ ձեր վարչապետը։ Վայ, ասում են, շատերն են ասում։ Ինչի, որովհետև ես պատկերացնում եմ այդ հարցերի լուծումը եւ մեր պետական համակարգին ես երաշխավորված ասում եմ, նրանք լինելու են պաշտպանված։ Մեր պետական համակարգը ինչա անկայուն։ Ամեն մի քաղաքական գործիչ գալիս է Իրանը ջրելով, իր մարդկանց հեռացնելով, չգիտեմ, զբաղվում է ինչի, որովհետև ամեն մեկ իր քաղաքական շահի մասին է մտածում։ Ես պաշտպանելու եմ պետական համակարգը նաև, պաշտպանելու եմ բոլորի նրանց ընտանիքները։ Ես գիտեմ, նրանց մեծ մասը համաձայն չի այն քաղաքականության հետ, որ այս իշխանությունը տանում է, բայց գիտեմ նաև ինչու են հրապարակային չեն ասում, բայց խնդրում եմ գնան ու ընտրեն, փոխենք, մի հատ տեսնենք ում ենք ուզում մեր ղեկավարներ, ում հետ մենք ապահով կզգանք, ում հետ մենք ճիշտ քայլեր ԵԱՏՄ-ին անդրադառնալով Ռուսաստանը կարծես ըստ էության վերջնագիր է ներկայացնում, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև։ Ինչ է կարծում, հնարավոր է հենց Ռուսաստանը ինքը քայլեր ձեռնարկի Հայաստանին հեռացնել։ Տեսեք, այս իշխանության ժամանակ կամ այս քաղաքականության պայմաններում հնարավոր է, ես այս իշխանությունը այնպեսի անկանխատեսել, իրենք չունեն ռազմավարություն։ Տեսեք, ԵՄ Հայաստան գագաթնաժողով եղավ, մեր ազգային ոչ մի հարց այդտեղ չներքաշվեց։ Ինչ մնաց դրանից, սիրուն պատկերներ, նկարներ, վերջ։ Մեր սահմաններից դուրս գալուց սկսած, գերիների հարցերից, ադրբեջանական զորքերի ներխուժումից ոչ մի բան չկա։ Հիմա ԵԱՏՄ թե ԵՄ նորից հարցերը նայում են աշխարհաքաղաքական կենտրոնների այս կոնտեքստում։ Ես լինեմ օրինակ երկրի ղեկավար, ես այդպես չեմ նայելու։ Ես նայելու եմ իմ երկրի համար այդ պահին ինչ շահա պետք։ Ինձ պետքա աստիճանական նվազեցում Ռուսաստանից, պետքա ինչ պետք է անեմ այդ ուղղությամբ, պետքա գնամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները պահելով, ազնվությունը պահելով, չխաբելով, հստակ պարկեշտությունը, ճիշտ մարդկային հարաբերությունը, բայց զուգահեռ պետքա զարգացնեմ եվրոպական երկրների հետ։ Տնտեսական դիվերսիֆիկացիա է։ Ինչ տնտեսական, իրանք ադրբեջանական դիվերսիֆիկացիա են անում ընդհանրապես։ Ինքն էլ չստացված Կոլումբոսի պես, ես ասել եմ մի անգամ, եթե այն մարդը գնաց Կոլումբոսը իսկական գնաց Ամերիկան գտավ, մանեկավ, այս մարդը մանեկավ գնաց Ադրբեջանը գտավ, հիմա իր համար ապրում է, էլի լավ է։ Հարցը դա չի, հարցը հետեւյալն է, ժողովուրդ ջան, իմ երկրի շահի համար ինչա պետք, դու ինձ խելոք աշխատես, բոլորից ստանաս քո օգուտները։ Ես եվրոպական երկրների հետ, մինչև հիմա Եվրամիության հետ առևտրի կանոնները չեն փոխել տվել, որ օրինակ Թուրքիան ինչի՞ պետք է մեզանից ավելի շատ առևտրի կանոններում առավելություններ ունենա, կարեք ասեք։ Թուրքիան էլ Եվրամիության անդամ չի, չէ՞։ Մենք էլ չէ, այս իշխանությունը 8 տարի իշխանության են, 8 տարի ձևական օրենքներ են բերում ընդունում իբր Եվրամիությանը միանալու համար։ Հետո չգիտի որ դա ձևական է ու հանուն ընդեմ ինչ որ Ռուսաստանիա կամ ինչ որ մեկիա։ Դուք այսքան ժամանակ տեսել եք իրանք դիմեն Եվրամիության, չէ։ Նրանց համար կարևորը տեսեք այն մեկին վատություն անեն, գնանք նրա մոտ, ինտրիգների մեջ լինեն, սենց բան, այս մենք պետք է նման իշխանությունից ձերբազատվենք։ Մենք մեզ պետք է իշխանություն, որը իրոք հանուն պետության է աշխատում։ Ստացել է վիզաների ազատականացումը։ Շատ է, գիտեք, այդ որ ասենք լուրջ, 2 տարվա ընթացքում այս 8 տարի է իշխանություն են, ամեն տարի գալիս են ոչ մի ու մի հատ էլ երկու, այդ ինչ հաշվար կարը։ Երևի տես միամիտ այնքան որ բանով ասելա, տեսեք ժողովուրդ ջան, մեզ պետք չի վարչապետ, որը խոսում է, հետո կներեք այդ բառերը, ես իմ բառապաշարի մեջ հիմա բառեր, բայց տեսնում ուրիշով հնարավոր չի։ Իշխանություն, որը բեզաչոտնիկի նման է իրան պահում, ասենք, տեսեք ինչ է անում, ասում է 2 տարուց հետո ասելու է, վայ կներեք 3 տարուց, մի հատ ասելու է, հետո ասելու է, վայ կներեք 4 տարուց։ Այստեղ խնդիրը գիտեք որն է, որ այդ 2 տարին էլ չի լինելու իրան ժամանակ, այն էլ չի լինելու։ Օրինակ Եվրամիության սամիտը եղավ, չէ՞, Հայաստանում։ Այդ պահին ինչի չասվեց, որ օրինակ միջև տարվա վերջ լինելու է վիզաների ազատականացում։ Ես լինեմ իմ համար վիզաների ազատականացումը համար մեկ հարցն անելու, բայց ես չկարողանամ այդ հարցը լուծեմ, իմ երկրի քաղաքացիները գնան, աշխարհ տեսնեն, վիզաները պետք է ազատականացվի, այո, որ երկրի հետ հնարավոր է պետքա վիզա չլինի, որի հետ էլ վիզա կա, պետքա այնքան հեշտ լինի, ոչ թե այսօր վիզաների կենտրոն կա, բան կա, գնում են մարդիկ նվաստացած հերթերի մեջ սպասում են, փող են մուծում, չգիտեն այդ կստանան թե չէ, այդ փողը հետ կստանան, գնում են հերթերի մեջ սպասում են նվաստացած վիճակով, մարդիկ ասում են դե լավ թքած ձեր արտասահմաններ, դուք էլ հարցը էդի չէ, ամենակարևորը հետևյալն է, դու պետքա պահանջները քո դնես։ Եթե դու որպես պետություն քո պահանջները չես դնում օտար պետությունների առաջ, միշտ ընդամենը սահմանափակվելու ես
Բարև ձեզ, շնորհակալություն, հաջողություն։ Սա է լինելու։ Մի հարցել ես կամ Վարդակյան, դուք փաստեր եք ներկայացրել, որ Ադրբեջանի տարբեր գործիչներ սատարում են ու նաև Նիկոլ Փաշինյանին ու նաև դիմել եք Եվրամիության դեսպաններին, կասեք ունեք նոր փաստեր եւ ըստ ձեզ ինչու են նրանք սատարում Նիկոլ Փաշինյանին։ Երբ Եվրամիությունը հայտարարեց, որ Ռուսաստանի միջամտության դեմ պայքարում են, ասենք շատ լավ։ Պայքարում եք, լավ եք անում, ճիշտ է դա, բայց մենք էլ հայտնաբերել ենք ադրբեջանական միջամտություն դիմեցի, ես հանդիպում ունեցա Եվրամիության պատվիրակությունում, նրանք ինձ խոստացան, որ կքննեն այն բոլոր գործերը, որ ես կուղարկեմ։ Եվ դրանից հետո ես ապացույց ուղարկեցի եւս մենք այդ падգամավորի ազգանունը Ուրոդ եմ ասել, պարզվում է, որ Ուրադ է ոնց որ թե, բայց Ադրբեջանի падգամավորի, հա, սակայն ինչ տարբերություն, բայց օրինակ ինչ ասել, ես վերջում մի քանի օր առաջ ասում է բան, ասում է հայտարարություն է, գիտեք ինչ ասում, ասում է բանը, այս որ Ադրբեջանի նախագահը ասել էր, որ բժիշկներին Հայաստանը վերաբերմունքը հայերի պարզելու համար պետք է բժիշկներ լինեն, հոգեբույժներ ու հոգեբաններ։ Այս հարցազրույցը տվել, ասում է падգամավորի իշխանության է, ճիշտ է արել։ Այդտենց պետքա տեղը դրեցինք, այ փառքաստու լավա որ վերջապես նենց իշխանություն է եկել Հայաստանում, խելքը գլուխներն են հավաքել, բայց եթե են ընդդիմությունից գան իշխանության, մենք պետքա այդ երկաթե բռունցքը ցույց տանք, պատերազմի մասին պետք է խոսենք, ուժով ենք լուծելու, այսինքն այ քեզ բան, ու Հայաստանի ղեկավարը որը sense գորգորում է, չէ, լաչարություն անում, ամեն օր գալիս է այդ էմոցիաները արտահայտում է իբր բան ընդդիմության վրա եւ այլն, կնոջ վրա է գորում, հայ կնոջը, այ տղա դու, այսինքն ինչ տղա է, որը եղանդ է, այդքան ասում եմ տղա, հետո հիշում եմ ընդել ղզիկ տրամադրություններ, ինչ տղա, դու հայ կնոջ վրա կարած քեզ թույլ տաս գորաս, զոհվածի մոր վրա կարած քեզ թույլ տաս գորաս, բա դու մի հատ Ադրբեջանի նախագահային սեղանի տակը մտնում ես, ասում ես ինձ է կկարենա կանչեք Բաքու, ես է կգամ էլի, հա գնա հիմա էլ կընդունեն, բայց հարցը հետեւյալն է, մենք որովհետև ինքը իրականացնում է Ադրբեջանի ռազմավարական նպատակները, Ադրբեջանում այդպես էլ հստակ ասում են, որ մենք վերջապես ունենք Հայաստանում իշխանություն, որ իրականացնում է մեր ռազմավարական նպատակները, սա է որ չպետք է թողել եւ մենք պետքա դուրս գանք այս վանդակից, այս թակարդից, ժողովուրդ ջան, ես լինեմ երբեք այս պայմաններում Ադրբեջանի հետ չի կարելի մենակ մնալ հարաբերություններում, արտաքին միջնորդներին իրարից վանել են, հեռու են տարել, ինչ են անում, ասում մենք Ադրբեջանի հետ հարցերը կլուծենք, հետո դե լուծում եք, էլի տեսնում ենք։ Հարցերից մեկն էլ մեր գերիների վերադարձի հարցն է, այսօր Ռուբեն Վարդանյանի